Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկման անդրադառնալով հանրապետությունում հանցագործությունների վիճակագրությանը հայտարարել է, որ տարվա 9 ամիսների ընթացքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0.7%-ով։ Նախարարը դրական միտում է տեսել այն փաստում, որ թեև գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է, բայց այդ աճը հիմնականում պայմանավորված է այսպես կոչված լատենտային հանցագործությունների, հատկապես թմրամիջոցների եւ զենքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտմամբ։ Սակայն վիճակագրությունը այլ պատկեր է ներկայացնում ներքին գործերի նախարարը, խոսել է նաև Գեղարքունիքի մարզի Ծափաթա համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մահվան դեպքի մասին։ Ցավոք սրտի պիտի փաստեմ, որ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել եմ։ Կանոնը ասել հայրը հոգեկան հիվանդ է եղել։ Հայրը տարելն է դելա, Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, շատ լավ։ Հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաեւ առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները բարձելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաեւ տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի նաեւ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն եւ ընթացք տրվի։ Այս թեմայով հարգելի գործընկերներ, խնդրում եմ հասկանալ, այլ տվյալ հաղորդել չեմ։ Արփինե Սարգսյանին լրագրողները հարց ուղղեցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդը լինելու են լրագրողները։ Լրագրողները նշեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ուժային կառույցներին տրամադրել է որոշ լրագրողների եւ խմբագիրների անուններ։ Հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետությունում ցուցակներով աշխատանք չկա։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի դա նախարար, լինի դա իշխանական թևի ներկայացուցիչ, լինի դա անդիվադիր թևի ներկայացուցիչ, լինի լրագրող, հասարակ այլ մահկանացու, եթե հանցանքի այլ տար կա, բնականաբար վարույթ կնախաձեռնվի։ Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ սուտ մատնության հիման վրա ձերբակալվել են վեհափառ հայրապետի եղբայրն ու եղբորորդին։ Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ տեսանյութ հրապարակել կից գրելով. Փառաշապատ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել
որը հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությունը։ Քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ որդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել։ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության եւ քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ ԱԱԾ տնօրենի տեղակալը չպատասխանեց գաղտնալսումների վերաբերյալ հարցերին։ Հարցերին չեմ վերաբերում, իսկ պատասխան չեմ կարող տամ։ Եթե ունեք իմ մասնակցության հետ կապված հարցեր, խնդրում եմ տվեք։ Ֆինանսական եւ տնտեսական։ Ինչքան գումարներ է լավ տրվել պետական բյուջեով ԱԱԾ-ին, որպես Չէ, որպեսզի օրինակ վերջի շրջանում շատ են խոսում, որ ընդդիմադիրների հետ կապված տարբեր գաղտնալսումներ է կարել։ Ինչքան գումար է տրվում համապատասխան սարքավորումները ձեռք բերելու համար։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ղեկավարների եւ այլ գերիների նկատմամբ հարուցված շինծ ու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական մեդիայի հաղորդման պետական մեղադրանքը պաշտպանող դատախազներին իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն է ընձեռվել։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հայտնել է, որ տարվա ընթացքում անցկացվել է մոտ 100 դատական նիստ։ Փաստաթղթերն ու ապացույցներն ուսումնասիրվել են ավելի քան 500 ժամ։ Հարցաքննվել են մեղադրյալները, տուժողները եւ վկաները։ Դատական նիստերի ընթացքում վերանայվել են նախաքննության ընթացքում հավաքված ապացույցները, նաեւ պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։ Որպես մեղադրանքի կողմ մենք կարծում ենք, որ ներկայացված ապացույցների հիման վրա հաստատվել է մեղադրյալների մեղավորությունը 1988 թվականից ի վեր կատարված բազմաթիվ քրեական հանցագործությունների համար։ Հայտարարել է դատախազը, նշվել է, որ հայ գերիների ցուցմունքներում ներկայացված մեղադրանքները կվերանայվեն, նորից կգնահատվեն հանցագործությունները եւ դրանցում հայ գերիների դերը իբրև հաստատող ապացույցները։ Նշվել է, թե ընդհանուր առմամբ հայ գերիները մեղադրվում են իբր հայկական պետության եւ նրա ստեղծած հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցության համար, որը բաժանված է 15 գլխի։ Նրանց գործունեության ժամանակահատվածներին համապատասխան 1988 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը։ Վյուսալ Ալիևը նշել է, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած է 6 մասից։ Դատական նիստը շարունակվում է, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների շինծ ու գործերով դատաքննությունը։ Ադրբեջանցիները երբեք չեն տառապել անջատողականության հիվանդությամբ, ընդհակառակը նրանք նպաստում են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրում են։ Հետևաբար ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, իբրև տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են իրենց պատմությունը։ Necə ki, indi Məmmədbəyli kəndində də hələ ki, o qədər də çox ağaclıq yoxdur. Ancaq illər keçdikcə Մենք պետք է դրանց հակադարձենք մեր գիտական ճշմարտություններով։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները եւ իհարկե գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ։ Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց ավելին պետք է լինի գիտական հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, պատմական քարտեզներ։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները։ Դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը Ղարաբաղը վերաբնակեցրել է Իրանի եւ Արևելյան Անատոլիայի հայերով, էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Ալիևի հայտարարություններին։ Նախ ես դա վաղուց եմ մեկնաբանել, ես ասել եմ, որ պատմական ընտրտուկների մեջ ընկնելու պարագայում կարող է հենց ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալտայում։ Որևիցե բան ավելացնելու դրան չունեմ, համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի
տեղը պատասխանել չեմ ցանկանում։ Սպառնալիք չեք տեսնում դուք դա։ Ես մեկնաբանեցի, չէ։ Ես կրկնում եմ, ես տես բան չեմ տեսել դրա մեջ, ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետքա մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Ահարար, այսպես հայտարարություններ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ մարդը դուք որ ասում եք որ գրավելու եք բառ ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով ոչ թե տանկերով այդ նախադասությունը որ ես իմաստեղ չհնարեցի իր խոսքից ես եմ հիմա մեջ վերում նորմալ է այս քաղաքական Սևանը իրենց ասելով որ ինչ Սևան չի այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ մենք տանկերի մասին ենք խոսում դա նորմալ է որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել թույլ կտակ վերջացնել նկատել եք որ հարցազրույց են տալիս թույլ կտակ վերջացնել ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում գայանե ջան բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասել ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում բայց ընդհատում եք ինձ խոսքը գնում է նրա մասին այո որ եթե խաղաղություն լինի բա խաղաղությունը ինչ է նշանակում որ ուղղակի իրարված չեն Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս։ Մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։ Խնդրեմ, ուզում եք պարոն Պապիկյանին համեցեք։ Հայաստանի պաշտպանության նախարարը դժկամությամբ փորձել է մեկնաբանել Ալիևի խոսքերը։ Անկեղծ ասած, ես սովորություն չունեմ մեկնաբանել մի բան, որ ինքս չեմ լսել կամ չեմ կարդացել։ Ես ինքս կկարդամ ըստ անհրաժեշտության մյուս առիթի ժամանակ դրանք պատասխանեմ, բայց այն որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է։ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ կայցելի Ադրբեջան տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ այցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Արցախի դեմ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության այդ օրը Ադրբեջանում տոնական միջոցառումներ ու հաղթանակի շքեր կանցկացվի։ Ակնկալվում է, որ դրանց նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կմասնակցի։ Մինչ այդ հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Դեամովսին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը գործակալության զրուցակիցը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է։